Ողջույն, եթերում կրկին հայացք դրսից նախագիծն է, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար եւ մինչ ես կդիմավորեմ մեր այսօրվա հյուրին, իհարկե այս պահին ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին։ Նկարահանումներն իրականացնում է Gasuan Production-ը, շնորհակալություն Safar Travel տուրիստական գործակալությանը, հիմնադիր տնօրեն Կրիստինա Սաֆարյան, Նուր Կուտյուր ապրանքանիշի հիմնադիր դիզայներ Լուսինե Սիմոնյանին իմ գեղեցիկ հագուստների համար եւ իհարկե դիմահարդար ոճաբան Սյուզի Վարդանյանին եւ ֆոտոլուսանկարիչ Ռայա Արուստամյանին։ Շնորհակալություն նաեւ բոլոր այն մարդկանց եւ իմ հարազատներին, ովքեր իմ կողքին են եւ ինձ հետ են։ Շնորհակալություն ձեզ, որ հայացք դրսից նախագծի հետ եք։ Շարունակեք բաժանորդագրվել, եթե ցանկություն ունեք, թողեք մեկնաբանություններ, հավանեք, տարածեք այս տեսանյութը նույնպես, որովհետեւ դա ինձ շատ օգնում է շարժվել առաջ եւ ձեզ համար պատրաստել նոր եւ հետաքրքիր էպիզոդներ։ Եվ այսօր նույնպես ունեմ շատ հետաքրքիր հանդիպում։ Սիրված ու ճանաչված երգիչ Նորոն է հյուրընկալվել, նա նույնպես գտնվում է Մոսկվայում Արման Հովհաննիսյանի մենահամերգին մասնակցելու համար։ Բարի գալուստ Մոսկվա նախ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար եւ շատ գեղեցիկ ու հրաշալի առիթով եք Մոսկվայում։ Արման Հովհաննիսյանի մենահամերգը պիտի կայանա Life Arena-ում ամսի 15-ին։ Այո, մեր նկարահանումը տեղի է ունենում մինչև համերգը եւ մենք հենց այդպես էլ կզրուցենք, ուզում եմ հասկանալ ձեր եւ Արմանի մտերմությունը, ընկերությունը, ձեր երկարվեստում համագործակցությունը, նոր տեսահոլովակ չէ ունեք արդեն։ Ինչպես է կոչվում երգը Արմանի մասին, ձեր համերգից ընդհանուր փոքր խոսենք ու անցնենք առաջ։ Նախ շնորհակալ եմ, ես էլ եմ շնորհակալ։ Արմանի մասին այնքան շատ կարող եմ խոսել։ Նախ Արմանի հետ մենք շատ մտերիմ ընկերներ ենք եւ դա դարձավ համագործակցություն, նկարահանեցին գեղեցիկ տեսահոլովակ։ Դեռ կոնսերվատորիայի տարիներից եմ Արմանին համակրում, Արմանի երգերը լսում, սիրում որպես ընկեր, որպես արտիստ եւ ոչ միայն ես։ Եվ այնպես ստացվեց, որ Արմանը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, մեր ընկերությունը էլ ավելի մտերմացավ, մենք դարձանք արդեն ընտանեկան ընկերներ, ամենօրյա ընկերներ եւ այսօր մեծ սիրով եմ եկել իսկականից ոչ որպես որ պետքա ես երգեմ, այլ ուզում եմ Արմանի կողքին լինեմ, ուզում եմ Արմանի ուրախությունը վերցնեմ, ամեն առիթ օգտագործում եմ, որ ես իմ ընկերոջ կողքը լինեմ ու վայելեմ իր ուրախությունը։ Մեծ ոգևորությամբ եմ եկել, կարծում եմ, որ շատ լավ համերգ ենք ունենալու եւ այդ օրը մի քանի օրից տեղի կունենա մեր տեսահոլովակի պրեմիերան, որը կոչվում է Սեր ու սիրտ, գեղեցիկ երգ է, կարծում եմ, հեղինակը Գուրո Գասպարյան, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյան, գործիքավորում միքս Մարտին Միրզյան, գեղեցիկ լավ production աշխատել, կարծում եմ հետաքրքիր կսիրի մեր ժողովուրդը հանդիսատեսը։ Վստահ եմ, որ գեղեցիկ հրաշալի համերգ է լինելու եւ մենք կփորձենք հենց այդ օրը մեր նկարահանող խմբով եւս լինել այնտեղ եւ որսալ գեղեցիկ կադրեր եւ հուսով եմ կարողանանք տեղադրել հենց այս եթերի ժամանակ, որպեսզի մեր իմ հետևորդները եւ ձեր երկրպագուները նույնպես կարողանան տեղափոխվել այսպես կադրերի միջոցով այդ մթնոլորտ, այդ գեղեցիկ միջավայր։ Կուզենամ ձեր գործունեությունից խոսել եւ գնանք մի քիչ ավելի հետ մանկություն, ինչ ընտանիքում է ծնվել, որտեղ է մեծացել Նորոն եւ ինչու միայն Նորո, որտեղ է ազգանունը, այդպես ուզում եմ հասկանալ արմատները։ Ծնվել եմ Երևանում, սովորական ընտանիքում, աշխատավորների ընտանիքում, բայց մայրս մորից եմ երևի
երգելը լսել, որտեղ մայրը շատ գեղեցիկ ձայն ուներ, բայց երբեք չէր երգում։ 7 տարեկանից հաճախել եմ արդեն երաժշտական դպրոցներ, հիշում եմ, որ մայրս մի հատ տարիքում էի, 10 տարեկանում էի, դպրոցից գալիս էի, գնում էի Տիգրան Չուխանջյանի անվան երաժշտական դպրոց, հետո Սայաթ Նովա անսամբլ, հետո ուրիշ խմբակ էի գնում Անդրանիկ ազգագրական համույթ, շատ բուռն էր, այսինքն ծնողներս ամեն ինչ անում էին, որպեսզի ես երգեմ ու իրանց ջանք ու եռանդը դնում էին, որ իհարկե կար, ես դե երգում էի, հա, բայց շատ ամաշկոտ էի։ Հետո կամաց արդեն ավարտեցի եւ ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ավարտեցի մեր շատ սիրելի մայստրո Ռուբեն Մաթևոսյանի դասարանը, երգի պետական թատրոնում եմ սովորել կանաչ գոտիում, ավարտել եմ եւ 2010 թվականին տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ։ Իսկ ում եք համարում ձեր ամենամեծ ուսուցիչը, ով էր այն հենակետը, որն էր այն կետը, որ դուք որոշեցիք ու հասկացաք, որ չէ, ձերն է երգարվեստը եւ բեմը։ Գիտեք, ինձ ուսուցիչ համարում եմ շատ երգելու հետ կապված, չգիտեմ, երգել, հասկանալ երգեցողությունը սովորել եմ մեր շատ սիրելի Ռուբեն Մաթևոսյանից, որտեղ 5 տարի լինել նրա դասարանում, լինել նրա կողքին եւ նրա խորհուրդները լսել, դա պետք է ուղղակի գնահատես եւ հասկանաս եւ միանգամից քո մեջ պահես, որպեսզի կարողանաս կյանքիդ ընթացքում համարում եմ նրան իմ ուսուցիչը, համարում եմ էլի եղել են շատ մարդիկ, ովքեր որ ինձ օգնել են իրենց խորհուրդներով, տարբեր օրինակ երաժշտական դպրոցում ուրիշ ուսուցիչ եմ ունեցել, երգի պետական թատրոնում Արտուր Գրիգորիչն է եղել մեր ուսուցիչը, Թովմաս Պողոսյանի դասարանում եմ սովորել, տարբեր տարիքներում, բայց ավելի հասուն ժամանակ արդեն որ ընդունվեցի կոնսերվատորիա, արդեն շատ պատասխանատու, սխալվելու իրավունք չունես, պետքա երգես, պետքա ճիշտ երգես ու այդ ժամանակ շնորհակալ եմ, որ իմ ուսուցիչը եղել է Ռուբեն Մաթևոսյանը, ու ես վերջերս Ամերիկայում կայացավ նրա մենահամերգը եւ նրա սաներից շատ մարդիկ են երգում, այո, շատ հուզված ենք, որտեղ ժամանակին, երբ որ մենք մայստրոյի մոտ գնում էինք երգելու, մեր դասերը նրա մոտ անցկացնելու, մենք նրան 5-10 րոպե տեսնելու համար, չգիտեմ, ինչ երջանկություններ եւ այնպես էր ստացվել, որ մենք արդեն իր կողքին կանգնած երգում ենք իր համերգին, Դա մեծ երջանկություն է, երբ ուսուցիչը տեսնում է իր սաներին, իր ուսանողներին արդեն մեծ բարձունքների, հաջողությունների հասած իր կողքին են, չեն մոռացել։ Անբացատրելի զգացողություն էր, էլի չեմ կարող բացատրել, մեր մայստրոյին թող երկար առողջություն լինի։ Դեռ շատ ունենք սովորելու իրենից, ամեն ինչ ունենք սովորելու իրենից։ Ձեր կողմից ակնածանք, նրա կողմից այսպես հպարտություն ու երջանկություն, անցել եք Ռուբեն Մաթևոսյանի լուրջ դպրոցը։ Իմ ուսումնասիրելով 2014 թվականին է ձեր առաջին տեսահոլովակ եղել, Չամիչե կոչվում։ Չէ, իմ առաջին տեսահոլովակը եղել է 2003 թվականին, Հրաշք Քեշիշյանն է նկարահանել։ Իսկ ուր է դա։ YouTube-ում, երևի ուղղակի հա, YouTube-ում կոչում են միայն որոշ բաներ արգելափակված են։ 2003 թվականին է եղել, Հրաշք Քեշիշյանը նկարահանեց, միայն միսեր էր կոչում, էլի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանն էր, շատ գեղեցիկ երգ, ու 2004 թվականին է եղել, 5, 6, 7 մինչև 10 թվականը այնտեղ ահագին տեսահոլովակ։ Դա Հայաստան։ Այո, 10 թվականին նկարահանել եմ իմ եւ Շուշան Պետրոսյանի դուետն է եղել, Շուտով երգը, որի հեղինակն էր Վարան Պետրոսյանը, 11 թվականից արդեն Չամիչը, Կյանքս կերելես, չգիտեմ, ամենալավ հարսանիքը։ Յուրաքանչյուր արտիստի մոտ կա ինչ-որ մի երգ, տեսահոլովակ, որը դառնում է կարծես թե այցեքարտ, հա, այդտեղից սկսվում է ավելի մեծ թռիչք, մեծ ճանաչում ավելի։ Ձեր մոտ ո՞րն է։ Ես ձեզ ճանաչել եմ ավելի շատ, ամենալավ հարսանիքը երգով, շատ գեղեցիկ երգ, պոզիտիվ։ Շնորհակալություն։ Երևի հենց այդ երգից, այդ տարվա ընթացքում մի քանի երգեր սարքեցինք եւ բոլորը աշխատեց որպես կոմերցիոն երգեր, ու ամենալավ հարսանիքը եղավ երևի այցեքար, որտեղ բոլոր հարսանիքներին արդեն Ամերիկայում էի ապրում, բոլոր հարսանիքներին այդ երգը սիրված էր, երգում էի ու մինչև այսօր երգում եմ։ Դեռ չգիտեմ ինչքան կերգեմ։ Դե ինչքան հարսանիքների այսպես ձեզ կա, այո, հարսանիքներ, ծնվեմ հայ բալիկներ։ Մեր աշխատանքը դա է, որպեսզի մենք մեր
երկը պետքա մատուցենք մեր հայրենակիցներին, դա ուրախ առիթներին միայն ամերիկներին։ Արմատներին երբ վերադարձանք, ես ուզեցի իմանալ ձեր ազգանունը։ Ինչու եք բեմական վերցրել միայն անունը Նորո եւ ուր է ազգանունը։ Ինչու որոշեցիք այդ։ Իմ իսկական անունը Նորայր, շատ չենք շեղվել, Նորայր Կիրակոսյան, ազգանունս։ Գիտեք, այդ տարիներին դա եղել է 2000-ականներին, էլի, մի քիչ Նորայր ու փորձում ենք բեմական անուն, եւ հիմա Ամերիկայում իմ անձնագրի մեջ արդեն middle name-ը ինքը դարձել, Նորայր Նորո Կիրակոսյան։ Ես իրան արդեն կարողացել եմ օրինականացնել էլի այդ անունը, որպես բեմական ավելի կարճ, հիշվող, շատ էին քննարկում, ծնողներս ասում էին տղա ջան Նորայր, որտեվ հիշում եմ, որ իմ անունը իմ ընտանիքում ծնողները շատ էին սիրում Նորայր Մնացականյանին, եւ իր պատվին ոնց որ տենց պատմություն կա, ասում են, որ տենց դրեցինք Նորայր քո անունը, որ Նորայր լինես, այն էլ դու կարճացել ես Նորո դարձել։ Նորո, հա, բայց ի վերջո համակերպել են, բնականաբար իրենց որդին արտիստ է։ Նորայր ինչ շատ քչել են ասում, դպրոցում էին ասում Նորայր, բայց առօրյայում բոլորը Նորո, բայց ոչ հենց այդ մենք ուզեցինք որ Նորո ասեն, որտեղ չէ բոլորը ունեն, չէ՞ որ անունը կրճատում են։ Այո։ Մեկ անունով են հանդես գալիս, հիմա շատ է այդպես։ Դպրոցական տարիներից ինչ կհիշեք այսպես հետաքրքիր ձեր հետ կապած մասնավորապես հենց երգի հետ կապած, չգիտեմ, գուցե ինչ-որ մի հետաքրքիր պատմություն կա, որ հիշում եք։ Դպրոցական տարիներս հետաքրքիր են անցել, այդ ժամանակ, որ սովորում էի մի քանի երաժշտական դպրոցներ, բոլոր տեղերից թուղթ ունեի վերցրած, որ ես ժամը 12-ին կարամ բացակայեմ, որպեսզի գնամ երգի։ Դպրոցից բացակայում էի, այդ թղթով գնում էի երգելու, որտեղ շատ էի սիրում երգով զբաղվել։ Եվ մի ժամանակ կար, երբ որ իմ դասատուները մեծ հպարտությամբ էին գալիս մեր համերգներին, որ որպես ինձ չար երեխա, չէ, մի քիչ ակտիվ կարող է չար էի պահում դպրոցում, բայց իմ համերգներին տեսնում էի, թե իմ դասատուները դասղեկը ինչ հպարտությամբ են նստած, որ ես իրանց աշակերտն է։ Քեզ 5 դնում էին դրա համար, թե ավելի վատ ասում էին։ Ոչ թե 5 էին դնում, այլ փորձում էին բարդություններ չստեղծեն ինձ համար։ Մեր դասարանը շատ սովորող դասարան էր եւ շատ տաղանդավոր մարդիկ կային, իջև այսօր ես իմ ընկերների հետ բոլորի հետ կապի մեջ եմ, ֆուտբոլիստ ընկերներ ունեմ, մի խոսքով ամեն մեկը մի ուղղությամբ ու երեք հետաքրքիր բան եղավ, իմ ընկերներից մեկը այստեղ ապրում Մոսկվայում, իրար հետ նստած ենք, ինքն էլ էր վատ սովորում, բայց այն որ բոլորը ովքեր որ վատ էին սովորում, երեք այդպես հիշում հասել են հաջողության։ Հասել են հաջողության, մեկը մեծ բիզնեսմեն, մեկը, չգիտեմ, սպորտի ոլորտում։ Նորո, եթե ոչ երգարվեստ, ասացիք սպորտ, ապա ուրիշ էլ ինչ։ Գիտեմ, որ էլի շատեր ասում են իրենց ընտրած մասնագիտությունը։ Չէ, իսկապես, ինչ ուրիշ ոլորտ է ձեր մեջ գուցե, որ ձեզ դուր է եկել, շատ սիրել եք, որտեղ կարող էր ձեր ճանապարհը ընթանալ, եթե ոչ երգարվեստ։ Հիմա հետաքրքրասիրություն ունեմ, տեսահոլովակներ եմ օրինակ նկարահանում, չգիտեմ, ինձ ասում են, որ ես շատ եմ հասկանում այդ ամեն ինչից, այսինքն երբ որ իմ տեսահոլովակը նկարում կամ մի տեղ են գնում, որ լոքեյշնը պետքա ընտրենք, ես ոնց որ արագ կողմնորոշվում եմ, ոնց կարելի է, մի քիչ ուրիշ ձև եմ պատկերացնում։ Ռեժիսորի աչքերով։ Չեմ պատկերացնում կդառնամ, բայց միշտ ոնց որ երգելու մեջ եմ եղել։ Ինչպես որոշեցիք գնալ Միացյալ Նահանգներ։ Հեշտ էր այդ որոշումը կայացնել եւ ինչու։ Դա այնքան երկար պատմություն է, ճիշտ ասած։ Գնալու պատճառը եղել է իմ ընտանիքը, իմ սիրած աղջիկը, եւ նշանվում էինք, բայց փոքր էինք, եւ այնպես ստացվեց, որ իրանք պետքա տեղափոխվեին Միացյալ Նահանգներ, եւ ավետը իմ համերգի ժամանակ հետաքրքիր մի հատ տողեր էր գրել, որ ես գնացի իմ սիրո հետևից, որը որ պետքա դառնար իմ սիրո ծննդավայրը, իմ համերգի հետ կապված մի քանի տես տողեր կար, որ ավետն էր գրել, իմ համերգին անդադ գնում էր դա, Դոլբի թատրոնում 2018 թվականին ես մենա համերգ ունեցա, իմ սիրած աղջկա համար եմ գնացել Ամերիկա եւ կառուցել ենք շատ սիրուն ընտանիք, ունենք բալիկներ։ Եվ քանիսն են, քանի տարի։ 2 բալիկ ունենք, տղա եւ աղջիկ, այո։ Աստված պահապան։ Շնորհակալություն։
Որտեղ եք երեխաների ապագան տեսնում։ Այնտեղ թե ի վերջո միևնույն է ձեր սիրտը ամեն դեպքում հայրենիքում է Հայաստանում է։ Նայ, մենք ապրում ենք ուղակի Ամերիկայում։ Մենք ուղակի կարելի է այդ ուղակի բառը շեշտել, բայց մենք ապրում ենք իսկականից մեր Հայաստանի հոգսերով։ Մենք մեր տունը միայն հայերեն է, իմ ծնողներս իմ կողքին են, կինս էլի երաժիշտ է եղել, միասին ենք սովորել կոնսերվատորիայում, երեխաներս լրիվ հայեցի, չգիտեմ, փորձում ենք, որ պահենք այդ ամեն ինչը, մենք Ամերիկայում ուղղակի ապրում ենք, սիրում ենք, ապրում ենք, բայց ապրում ենք մեր Հայաստանի հոգսերով իսկականից, առավոտյան, երբ որ մեր տունը արթնանում ենք, արդեն կապը Հայաստանի հետ է, քանի որ քույրս ապրում է Ռուսաստանում, այստեղ ապրում, Մոսկվայում, եղբայրս Հայաստանում է, մենք Ամերիկայում ենք, մեր տունը Երևան, Մոսկվա, Լոս Անջելես տրանզիտ է։ Հետաքրքիր է, ցավոք, շատ հայերի մոտ է այդպես, մեր ճակատագրի բերումով ասեմ, թե ինչն է առավել ձեզ դուր գալիս Միացյալ Նահանգներում, օրինակ ինձ կլիման է շատ դուր գալիս հենց Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգում, ձեզ ինչն է դուր գալիս։ Դե կլիման բոլորին է դուր գալիս։ Գիտեք ինչ, չեմ ուզում համեմատականներ անցկացնեմ Հայաստանի եւ Չէ, համեմատել պետք է։ Շատ բաներ կա, որ իմ դուրս գալիս է, բայց շատ բաներ կա, որ իսկականից ստիպված ենք դուրս չի գալի, բայց ինչ արա, ստիպված ամեն երկիր ունի իր օրենքները, ամեն երկիր ունի իր ապրելակերպը։ Յուրաքանչյուր մարդ, որ թողնում է իր տունը ու հեռանում է։ Ամենացավոտ բանը դա է, որ 2 օր առաջ որ եկած տեղ Հայաստան եմ առաջինը գնացել, նոր եկել եմ Մոսկվա, ես որ ոնց այդ հողը, որ դուք իջնում ես օդը շնչել է, չէ՞։ Հա չգիտեմ ինչ ձևի, ասենք մենք փոքր ժամանակ այդ բաները չենք զգացել, էլի այդ կարոտը մի քիչ չէ, տարիքի հետ է, չէ՞, համեն նաև կար այդ հայրենասիրությունը մի քիչ տարիքի հետ էլ է մարդու մոտ զարգանում։ Հիմա ուրիշ էմոցիաներ են, իմ մոտ ուրիշ զգացողություններ են, ես այդ հողի վրա ոնց որ իմն է, Ամերիկայի հողը իմը չի, ես չեմ կարող այնտեղ էմիգրանտ երկիր է, ամբողջ ազգերից կան։ Չնայած հիմա Հայաստանում էլ ամբողջ ազգերից կան, բայց իմ միջայլոց էմիգրանտ թեման բացեցիք, հիմա նախագահը, հա, Միացյալ Նահանգների շատ խստացրել է այդ առումով։ Այնտեղ իրավիճակը հայերի ինչ որ կա խուճապ եւ այլն, չէ, ամեն ինչ TV-ներով շատ ավելի ուռճացած է լինում, չէ, հայերը շատ օրենքով այնտեղ ապրում են, հայերը նաև շատ օգուտ են տալիս համայնքին, կարելի ասել ամենամեծ համայնքը Լոս Անջելեսում Գլենդել քաղաքն է, որտեղ որ մենք բոլորս ապրում ենք ու ինքը համարվում ամենաթանկ ու ամենաապահով քաղաքը, որտեղ մենք հայերս որտեղ լինենք, սիրում ենք, չէ, լավ ապրել, զարգացնել։ Որպես հայ այնտեղ ապրելով նոր նախագահ Թրամփը ինչ է կարծում հայերիս համար ինչ որ դրական ինչ որ մի բան կանի թե այնուամենայնիվ կարծում ենք, դե մենք հույսով ապրում ենք, շատ քննարկումներ է լինում, չէ, որ ասենք ինքը լինի Հայաստանի համար լավ չի լինի, չգիտեմ, այնց մի քիչ պոլիտիկայից ես շատ հեռու եմ, ճիշտ ասած, բայց Աստված տա, որ ինչ է լինի, հաստատ մեր համար գոնե լավ լինի Հայաստանի համար։ Այնտեղ մեկը լավա լինելու էսպես այնպես։ Նորը այս խառը, հա, համաշխարհային առումով փոփոխությունների շատ դժվար նույնիսկ ինչ որտեղ դաժան ժամանակահատվածում ենք մենք ապրում, ինչպես մնալ մարդ։ Համարում եք, որ մարդը մարդով է, թե ամեն դեպքում մարդը ինքն իրենով է։ Չէ, ինչպես կարող է մարդը ինքն իրենով լինել։ Մարդը մարդով է, այսօր ես որ այստեղ եմ, դա իմ ընկերասիրության արդյունքն է, իմ ընկերոջ Արման Հովհաննիսյանի կամեցողությունն է, բրատ խոսքա, չէ, մենակ մարդը երբեք ճամփա չի գնա։ Ինչ կա, ինչ պետք է անես մենակ։ Եվ մարդու կյանքում կա 3 հատ կարևոր արժեք, որ ինքը այդ ամեն ինչը պետք է պահի, երևի դա առաջին ինձ համար ընտանիք, հայրենիք եւ ընկերություն։ Այդ 3 կապը մարդու կյանքում շատ կարևոր հատկանիշներ է, որ դու պետք է ունենաս, յուրաքանչյուր մարդ պետք է փորձի դրանք իր մեջ ունենա եւ պահի հնարավորինս անկեղծ եւ լինի մաքուր այդ իր արժանինքների հանդեպ, դա ընտանիքը, հայրենիքը եւ ընկերությունը, առանց որի այդ երյակի չեմ պատկերացնում օրինակ ինձ, որ մեկը չլինի,
մի բան թերի է լինելու։ Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են, չէ՞, դեպքեր, երբ տեսնում ես, համարում ես, գիտես, որ քո ընկերն է, քեզ հարազատ է, բայց հետո ինչ որ հարված է ստանում։ Դե հիմա Ու այդ ամեն ինչը արդյոք ազդում է մարդու տեսակի վրա, թե դասեր է քաղում եւ անցնում առ։ Գիտեք, մի հատ տարիք կա, որ այդ տարիքում իհարկե, բայց հիմա մենք այն տարիքում ենք արդեն, որ արդեն նոր ընկերներ չենք ձեռք բերում, որ հարվածներ ստանանք, մենք Այլ տարիներով եւ ժամանակով փորձված մեր ընկերներ են ապրես, ձեր մենք կողքին։ ժամանակին այդ ամեն ինչը ժամանակի առումով հղկվել է եւ եկել այսօր դարձել է լավ ընկերություն եւ այդ հարվածներից մենք փորձում ենք խուսափենք, որովհետեւ նոր ընկերություններ չենք ստեղծում, մեր ընկերներով ենք անկեղծ ենք կարևորը միմյանց նկատմամբ, մաքուր ենք միմյանց նկատմամբ, փորձում ենք մեզ նեղություն տալ, որպեսզի մեր ընկերոջ համար լավ լինի եւ թող Աստված հեռու պահի այդպես բաներից, որ մեր ընկերներից ինչ որ մենք մեջքի հետևից հարվածներ ստանանք։ Կարծում եմ չի լինի այդպիսի բան։ Այդ դրսից երբ հայացք դեպի հայրենիք, ինչպիսին եք տեսնում ապագան։ Գիտեք, մենք միշտ լավատես ազգ ենք էլի եղել, չէ՞։ Միշտ ամենամեծ դժվարությունների մեջով անցել ենք։ Մենք իսկականից հավատքով ազգ ենք։ Մենք ամենավատ ժամանակ, մենք շատ վատ ժամանակներ ենք ունեցել եւ փորձել ենք Աստծո օգնությամբ, մեր հավատքով, մեր լավատեսությամբ, մեր աշխատասիրությամբ դուրս գալ դրանից, կարծում եմ, որ մենք էլի դուրս կգանք, մենք կդառնանք մենք շատ խելացի ազգ ենք։ Ես որ Ամերիկայում համեմատականներ եմ անցկացնում, իսկականից մենք շատ բաներ ունենք, որ աշխարհին պետքա ցույց տանք, էլի մենք թե իսկական հայկական ընտանիքը ոնց պետքա լինի, թե ոնց պետքա դու հյուրասիրես մարդուն, ոնց պետքա ճանապարհես, ոնց պետքա դիմավորես, մենք ամեն ինչը այնքան իդեալական մենք որ ասում եմ մեր ազգը էլի, իսկականից մենք պետքա լավ լինենք եւ միասնական լինենք ու կհաղթարենք, կարծում եմ ամեն ինչ։ Եվ այդ հավատքը մեր մեջ կա, որ մենք շարունակում ենք ապրել, որ իսկականից լավ է լինելու։ Այդ հույսը պետքա լինի, էլի։ Հույսը միշտ կա։ Ես դեռ ունեմ հույս։ Ես էլ ունեմ, եւ հույս ունեմ, որ լավ է լինելու։ Շատ հաճելի է, ես ուրախ եմ իսկապես, որ քեզ հետ ծանոթացա, հույս ունեմ, որ մեր ծանոթությունը կշարունակվի եւ բնականաբար դուք Միացյալ Նահանգներում եք ապրում, մենք Ռուսաստանում, բայց այնուամենայնիվ կլինեն առիթներ։ Քիչ առաջ անցակ, որովհետեւ ես ունեմ նաեւ այսպիսի մի ձեր թույլտվությամբ էքսպերիմենտ։ Եթե օրինակ դուք եք հաղորդավարը եւ դուք ունեք ձեր հեղինակային ծրագիրը, ինչպես այն կոչվի եւ ինչ հարց դուք կտաք ինձ։ Մեկ հարց ընդհանրապես ինչ է հետաքրքրում ձեզ։ Անես դժվար հարց եք տալիս, չեմ պատկերացնում ճիշտ ասած ինձ։ Միշտ պատասխանողի դերում եմ եղել։ Փորձենք, եկեք փորձենք հանգիստ։ Հաղորդման անունը ոնց կլինի։ Հա, ոնց կլինի, չգիտեմ, արև օրինակ, մեկ գավաթ սուրճ օրինակ։ Եվ ինչ հարց ինձ կտայք։ Ուզում եմ նաև այդ հարցերի միջոցով, որ իմ հետևորդներն էլ ինձ էլ ավելի կճանաչեն։ Գիտեմ, ձեր նախասիրությունների մասին ասեմ այդ սիրո, այդ սիրո։ Ես շատ սիրում եմ լեռնագնացությունը, շատ։ Որտեղ կարծում եմ մարդուն, երբ որ մի քանի առաջին հարցը, երբ որ տալիս ես իր նախասիրությունները, ինքը մի քանի հարցով արդեն քեզ բարձ է դառնում իր հետաքրքրասիրությունը, կարող ես արդեն զրուցակից, չէ՞։ Իմ նախասիրությունները ես սիրում եմ լեռներ, լեռնագնացություն, բավականին բարձունքներ եմ հաղթահարել եւ իմ ամենամեծ ձեռքբերումը Արարատը, Արարատի գագաթը։ Հիմա ուզում եմ իմանալ ձեր նախասիրությունների մասին։ Մեր նախասիրությունները լրիվ հակառակն է, մենք որ գնում ենք 15-րդ հարկ, արդեն վախում ենք, դու Արարատ ես բարձրացել։ Ես սիրում եմ մենակություն, անտառ, չգիտեմ, այտենց նկարեմ, հետաքրքիր տեսարաններ։ Ձեր հետ լինել։ Ոչ թե ինքս ինձ հետ լինեմ, այլ ոնց որ ուրիշ բաներ եմ տեսնում իմ առջև, փորձում եմ դրանք նկարեմ, մենակ լինեմ, չգիտեմ։ Իմիջայլոց, այո, անտառի բույրը, հոտը այլ է եւ լեռներինը, դրանք շատ տարբեր են, բայց ես էլ երկուսն էլ սիրում եմ։ Արև, բնություն, չգիտեմ։ Ավելի пассив հանգիստ եք սիրում, թե ակտիվ։ Այնց տարբեր է ինձ մոտ։ Ես ընդհանրապես բնավորությամբ այնց ակտիվ մարդ եմ, բայց այս վերջերս ավելի ոնց որ пассив սիրեմ, ոչ թե пассив ասել որ մենակ մնամ, այլ
հանգստություն, բայց դա գալիս է երևի որ դու ադապտացվել ես։ Օրինակ Ամերիկայում տենց է։ Մարդիկ հանգիստ են։ Հայաստանում շատ զբաղված չէ։ Էնտուզիաստ, Բայց չի նեղում, որտեվ ես հասուն տարիքում եմ տեղափոխվել Ամերիկա, ինչքան էլ երկիր ուզենա չի կարա փոխի, որտեվ գոյությունը այդ հայաստանյան այդ ամեն ինչն է։ Ձևավորված է, այո։ Այդ Չէ, դեպքում ինձանից լավ բան դուրս չէր գա, հարցեր որ տա։ Չէ, բայց ինձ լավ հարց տվեցիք։ Հա, դե պետք մի հարց կարծում, հա։ Այսքան ժամանակ եղած հարցազրույցների ընթացքում բնականաբար շատ հարցեր են հնչել, բայց գուցե կա մի ինչ որ հարց, որ այդպես էլ ձեզ չի տրվել, բայց դուք շատ կուզենայիք, որ օրինակ ինձ ձեր նախասիրություններ եւ ես միանգամից իմ լեռնագնացության մասին խոսեցի, որ կուզենայիք, որ հնչեր այդ հարցը եւ դուք այդ հարցի շուրջ խոսեիք։ Տրվել է, ասվել է։ Մի տարբերություն զուգահեռ անցկացնեմ, իմ բոլոր հարցազրույցները, որ Երևանում եղել են կամ Միացյալ Նահանգներում, միշտ զրուցակ իմ հարցազրույց վերցնողը միշտ իմացել է իմ մասին ամեն ինչ, ու ինքը փորձել է այն տեղեկացված է եղել իմ մասին, ինքը փորձել է միշտ այդ հարցերը տալ բան, որ եղել է սորական, էլի, այսինքն ես միշտ նույն բաներն եմ պատասխանել։ Այսօրվա հարցազրույցը տարբերվում է նրանով, որ դուք առաջին անգամ եք ինձանից վերցնում, շատ բաներ ինձանից տեղյակ չէիք ու ես ամեն ինչը ոչ պատրաստված ու անկեղծ պատասխանեցի ու նաև այնպիսի հարցեր տվեցիք, որ շատ անակնկալ էր ինձ համար ու ավելի հետաքրքիր պատասխանեցի։ Հուսով եմ, որ հաճելի էր, այսինքն հաճելի անակնկալ։ Իհարկե հաճելի էր, որտեվ անկեղծ էր կարծում եմ, էլի։ Ես էլ պիտի անկեղծ լինեմ, այո, իսկապես լրագրողական էտիկետը պահանջում է, որ հաղորդավարը պատրաստ լինի եւ հետաքրքրված եւ իմանա իր հյուրի մասին։ Բայց ես ձեր դեպքում որոշեցի էքսպերիմենտ անել։ Ինձ համար շատ անհանգստացնող փաստ էր դա, բայց ես որոշեցի էքսպերիմենտ անել եւ ասացի, որ Մարինա, այս անգամ դու հենց քո հյուրից կփորձես բացահայտել, ծանոթանալ, իմանալ Եվ ես հուսով եմ, որ իսկապես լավ ստացվեց, շատ անկեղծ ու անմիջական զրույց էր, շնորհակալ եմ։ Երկար կարող ենք խոսել, բայց գիտեմ, որ դուք շատ զբաղված եք, որովհետև ունեք փորձեր, պիտի նախապատրաստվեք համերգին։ Մինչև ավարտելը մեր խոսակցությունը, մի քանի բլից այսպես հարցեր, եթե ձեր երաժշտությունը գույն լիներ, որ գույնը կլիներ դա եւ ինչու։ Սպիտակ երևի։ Լավն է։ Իսկ եթե ձեր երաժշտությունը լիներ ճաշատեսակ, ինչպիսին կլիներ այն։ Կծուտ, թու, դառը։ Ոչ, կծուտ։ Դեսերտ թե սենց տեղի։ Հա, դեսերտ։ Ինչ ճաշատեսակ էլի կլիներ։ Գուցե հյութ լինի, չգիտեմ, այ ինչ ձեր երաժշտությունը։ Լավ ուտեստ, բայց ոչ ծանր, ոչ breakfast, ոչ չգիտեմ, lunch, ինչ որ Ես օրինակ, չգիտեմ։ Ինձ թվում է, ասեի մամայի պատրաստած են ամենահամեղ կարտոֆիլի։ Նայեք, եթե մի քիչ մեծամտություն կլինի իմ կողմից, որ ես եմ իմ երաժշտությունը համատում են մամայի հավուտելիք է։ Դե կարծում երևի չգիտեմ, ամեն այն որ հաճելի ուզում ես ուտես, որ սոված ես, ուզում ես հաճել ես, այտենց այդ պահին ինչ կլինի ձեռքի տակ։ Եթե ձեզ առաջարկեին գրել ֆիլմի սաունդթրեք հենց ձեր կյանքի մասին, որ ժանրում այն կլիներ։ Մելոդրամ, այո, emotional ինչ-որ։ Որն է ձեզ հետ բեմում տեղի ունեցած ամենազվարճալի ինչ-որ իրավիճակ, պահ եղել է, կմտաբերեք։ Բեմում չի եղել, բայց հարսանիքի ժամանակ եղել է մի անգամ հարսանիք էի գնացել երգելու, ընկերս էր ասել, որ այսինչ ժամին, այսինչ տեղում պետք է մենք գնայինք ինտերվան շոու կգնայինք ես այդ հարսանիքի երգի ժամանակ հարսանիքի երգն եմ երգում ու հրավիրում եմ հարսին փեսային, բայց պարզորը կնոք էի գնացել երգել։ Չկա էլի հարս։ Շատ լավն էր, ասենք հարսը փեսային։ Այնքան լավ է, այդ ժամանակ մենք օրը մի քանի տեղեր էին գնում երգելու, դեր երնում է դեպքի, որ գնում ես հարսու փեսան, հարսը փոխվում է կամ փեսան, չգիտեմ։ Հա, ու չկան այդ պահին։ Կամ սեղանների կողքով իրանք պատտվում են բան, սովորական է, էլի։ Եկավ այդ երկը։ Կազմակերպ չի հարցնել դա ձեզ։ Կազմակերպիչը չէր ասել, ինձ ընկերս էր ասել, այնտեղ արդեն դե ես էլ գիտեմ հարսանիք եմ, որտեղ ընկերս ասել էր հարսանիք է, այսին ժամին, այսին սրահում պետք է լինես։ Ու ոնց է իրավիճակից դուրս եկա։ Անդադ ասում եմ ուր են մեր նորապսակները միած սիրով հրավիրենք, այնտեղ դե համայնքը փոքր է մեր, մենք իրար բոլորս ճանաչում ենք, այնտեղ իմ ընկերներից մեկը հրավիրված ասեց նորոջ ջան, այսօր կնունքը հարսանիք չի։ Հետաքրքիր էր։ Իսկ օրինակ ձեր ճամփորդությունների ընթացքում
Շատ են եղել հա ճամփորդություններ, այս վերջի անգամ էլ գալուց շատ հետաքրքիր պահեր ունեցանք, որ գալիս ենք Մոսկվա, ես Արմանը եւ Սարուն էին գալիս, արդեն ինքնաթիռի մեջից 3 ընկերով ինչքան հետաքրքիր պահեր կլինեն։ Մի խոսքով Մոսկվայից անմոռանալի հիշողություններ եք ձեր հետ տանելու։ Շատ։ Ես այս անգամ ընկերներս էլ եմ տեսնում ողջևորությունը, այնքան ուրախությամբ եմ եկել, չեմ քնում, իսկականից Երևանում էլ չէի քնում, որ հասցնեմ ամեն ինչից փորձում եմ հաճույք ստանալ, որտեվ մի քիչ դադարը երկար է եղել, արդեն 7-8 տարի չի եղել, ես քիչ աշխարհը խառնվեց իրար, այս անգամ փորձում եմ ամեն ինչից, նույնիսկ ես հարցազրույցից, նույնիսկ հիմա որ վերջացնենք, շփվենք, բոլորից է իսկականից մեծ հաճույք եմ ստանում։ Ո՞րն է ձեր ամենասիրելի վայրը երկրի վրա, որտեղ ձեզ իսկապես հանգիստ եք զգում եւ խաղաղ։ Հարազատների կողքին տունը, այսօր մեր տունը դարձել է, գիտենք ոնց որտեղ է որ գնում ենք, մենք փորձում ենք ադապտացվենք, որտեղ հիմա սա արդեն փոքր ընտանիք է, էս էլ է տուն, հիմա վաղը կգնանք Երևան, այնտեղ արդեն ունենք այդ ընտանիքի, այդ ընկերությունը, այդ հարազատները, հետո պետքա գնանք էլի Ամերիկա, այնտեղ էլ ենք ստեղծել արդեն այդ ամեն ինչը, որտեղ որ շրջապատված ես քեզ հարազատ մարդկանցով, կարծում եմ դա։ Եթե ունեք խորհուրդ դպրոցական նորոյին կա, ինչ խորհուրդ կտայք։ Կարևոր խորհուրդ, որ այն վաղ papan ասում էր տղա ջան, լավ սովորի ռուսերեն, որ այսօր 2 ժամ բացատրում էի, որ սուրճը քաղցր, հետո ոնց պետքա վճարեմ, մի 40 րոպե ռուսերեն լավ կսովորեի, համենայնդեպս շատ կարևոր լեզու է եւ փորձում եմ արդեն չգիտեմ անգլերեն խոսամ, hi, how are you, կտո է, sense բաներ եմ խոսում, էլ ես լավ կսովորեի ռուսերեն։ Ինչ խորհուրդ կտայք կամ մաղթանք գուցե ամբողջ աշխարհի մարդկության։ Պետքա սիրել կյանքը, մենք մարդիկ ունենք աշխարհում ամենաթանկ բանը, ազատությունը։ Ամենաթանկ, որը որ չի վաճառում, ազատությունը եւ աշխարհը, արևը, չգիտեմ, կյանքը, այդ չվաճառվող բաներ են, որ դու պետքա գնահատես դրանք։ Դու կապ չունի ինչքան գումար կունենաս, ինչքան լավ մեքենա թե վատ մեքենա, դու ունես ամենակարևորը՝ ազատություն։ Դու կարող ես տեղաշարժվել, ուր ուզես, դու կարող ես շնչել այդ նույն Աստծո տված օդը, երկինքը, բնությունը, գույները, ազատությունից թանկ բան կյանքում չկա ինձ համար։ Որ դու ազատ լինես ամեն ինչի մեջ, եւ մտքերով եւ ամեն ինչով։ Ձեր աղոթքներում ավելի շատ ինչ է խնդրանք, թե շնորհակալության խոսքեր։ Ժամանակներ են լինում, երբ որ խնդրանքներ են լինում, այսինքն դու խնդրում ես, որ լինի առողջություն քո ընտանիքին, խաղաղություն լինի եւ նաեւ կան օրեր, երբ որ դու տուն ես գալիս եւ շնորհակալություն ես հայտնում, որ դու հիմա քո տանն ես, շնորհակալ ես, որ դու անփորձանք ես։ Մենք հաճախ ենք աղոթում, նույնիսկ ես իմ փոքր երեխեքին փոքր տարիքից սովորացրել էի հայրները եւ սովորական է, յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, բայց երբ որ սովորացնում ես ու իրանք դրանով ապրում են, խաչակնքվում են եւ քնելուց աղոթում են, դու մենակ որպես ծնող ուրախանում ես։ Վերջում ինչ կմաղթեք ձեր երկրպագուներին, ձեր ունկնդիրներին եւ նաեւ իմ ալիքի հետևորդներին։ Ձեզ մաղթում եմ անխափան եթեր ամենակարևորը։ Երկար տարիներ շատ հետաքրքիր էր, իսկականից եմ ասում, անկեղծ եմ ասում, որ շատ մեծ բավականություն եմ ստացել։ Փորձել եմ անկեղծ պատասխանել, չեմ մտածել, որ ինչ որ մի հատ բառ այսպես ասեմ, այնպես ասեմ, այս ոնց կլինի։ Փորձել եմ անկեղծ պատասխանել ձեր հարցերին եւ շատ սիրեցի, նաեւ սիրեցի այս ամեն ինչը, այս կոլեկտիվը, որ բոլորս հիմա կադրից այնքան ամեն ինչ անում ենք, որպեսզի ստեղ մենք ունենանք հետաքրքիր հաղորդում, կուզենամ լավ հյուրեր ունենաք, հետաքրքիր հարցերով եւ հետաքրքիր լավ պատասխաններով, որ միշտ հետաքրքիր լինի հեռուստադիտողի համար։ Շնորհակալ եմ անչափ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ, մաղթում եմ գեղեցիկ համերգ, ձեզ լավ շրջագայություն, հետո արդեն վերադարձ հայրենիք ու Միացյալ Նահանգներ, նորանոր պլաններ, վստահ եմ նախագծեր ունեք, դրանց նույնպես հաջողություն եմ մաղթում, որ հաջող իրականանան, չգիտեմ, ինձ նույնպես շատ հաճելի էր, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, հուսով եմ եւ կարծում եմ, որ կլինեն առիթներ դեռ հանդիպելու։ Սիրով
Մերսի, շատ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Իսկ ես շնորհակալություն հայտնեմ նաև ձեզ սիրելի հետևորդներ, հեռուստադիտողներ, YouTube-յան ալիքի իմ հետևորդներ, որ ինձ հետ եք, այս տեսանյութը նույնպես տարածեք, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, բայց ցանկանում են, ապա արեք դա անպայման, թողեք ձեր մեկնաբանությունները, հավանեք, որովհետև դա իսկապես մեծ աջակցություն է ինձ։ Իսկ ես սիրով կնախապատրաստեմ ձեզ համար եւս հետաքրքիր ու գեղեցիկ հանդիպումներ։